Քիչ մնաց մինչև 2020 թվականը Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը պետք է հասնի 2.5 միլիոնի։ Այս պահին Հայաստան դեռ գալիս է 1.250.000 տուրիստ։ Արա Խզմալյանը զբոսաշրջային նորաբաց հիմնադրամի ղեկավարն է, հենց իրենց կառույցն է, որ պետք է այդ թիվը մեծացնի։ Ինչպես հարցի պատասխանը դեռ մտածում են։ Ես չեմ ուզում այս հարցի պատասխանատվությունը հիմա վերցնել ինձ վրա, որովհետև սրա մշակումը հիմնադրամում չի եղել, բայց կարծում եմ դրա ռեալ հիմքերը կան։ Եթե որոշվել է մինչև 2020 թիվը հասնել 2.5 միլիոնի, դրա հիմքերը կան։ Զբոսաշրջային հիմնադրամի ղեկավարի մյուս մտահոգությունը Սփյուռքն է, դրսում ապրող հայերի միայն 10%-ն է հանգստանում պատմական հայրենիքում։ Սրա գլխավոր մեղավորն էլ սոցցանցերն են ու այն բացասական տեղեկատվությունը, որ գերակշռում է Հայաստանի մասին։ Արա Խզմալյանը կոչ է անում հասարակական ազդակներն ու արձագանքները երկրի մասին ավելի դրական դարձնել։ Ցանկացած քաղաքական ցնցում, եւ դա բնական է, ցանկացած ահաբեկչական գործողություն, հասարակական խռովություն անմիջապես ազդում է տվյալ երկիր գնացող մարդկանց հոսքի վրա։ Անմիջապես, սա չի կարող չազդել։ Բայց եկեք համեմատենք Հայաստանի ճանաչելիությունը, մեր ճանաչելիության մակարդակը, մեր խնդիրներն ու մեր վիճակը Ֆրանսիայի հետ։ Ու չնայած երկրի դեռևս ոչ տուրիստական իմիջին, զբոսաշրջության ու ենթակառուցվածքների վրա ծախսվող մինիմալ գումարներին, զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները վստահ են ուրբանիզացված ու սթրեսաշատ աշխարհից կտրվելու, գյուղական կամ էկոտուրիզմի բոլոր հաճույքները վայելելու, բնության գիրք փախչելու համար Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկելու շատ բան ունի։ Մանու Իրիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։